Հարգելի պարոն փոխվարչապետ, օրակարգի 38-րդ հարցով ներկայացված նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել ճանապարհային երթևեկության կանոնները, տրանսպորտային միջոցների շահագործում արգելող պայմանները, ճանապարհային գծանշումներին և ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները սահմանող կառավարության որոշումներում։ Նախագծով առաջարկում է ճանապարհային երթևեկության գործող կանոնները, ճանապարհային նշանները և ճանապարհային գծանշումները համապատասխանեցնել միջազգային պրակտիկայում ճանաչում ստացած և լայն կիրառում ունեցող պահանջներին։ Նախագիծը համաձայնեցվել է շահագրգիռ մարմինների հետ և հավանության արժանացել պետաերևական նախարարական կոմիտեում։ Խնդրում եմ հաստատել։ Շատ լավ, պարոն Օսիպյան։ Հիմա փաստացի այսուհետ թույլատրվելու է հետիոտնային անցումներից 5 մետրից մոտ կանգնել, հա, երբ որ անցնում ես փողոցը։ Այո, պարոն փոխվարչապետ, հետիոտի գծանշումները, որ կան նախատեսված, անցնում եք անմիջապես կարելի է կայանել արդեն։ Այս նոր որոշում։ Բայց մինչև անցումը այդ 5 մետրը պետքա պահպանել։ Այս նախագծում նաև մքեցված ապակիների հետ կապված դրույթներ էլ կային, դուրս են եկել։ Ճիշտ եմ հասկանում։ Ինչի են դուրս եկել, պարոն Օսիպյան։ Այնտեղ սահմանված էր, որ պետք է ընդհանրապես արգելեին մկեցված ապակիներ, երբ որ արհեստական են դա արվում, այլ թույլատրել միայն գործարանային արտադրության, թեպետ մենք միջնորդել ենք անենք ինչի համար, որ թույլատրել լինի հիմա նախատեսված այն ինչ որ օրենքով թույլատրվում է կա սահմանված տոկոս, մկեցված լինելուն տոկոս, քանի որ կարծում եմ ոչ բոլոր վարորդները պատրաստ կլինեին ձեռք բերել գործարանային արտադրության ապակիներ, դա ծախսի հետ էր կապված եւ կարծում եմ անհրաժեշտություն էր առաջանալու բոլոր տեսուչների մոտ նաեւ սարքերից լիներ, որը մեկ ոչ բոլորը ունեն, որտեղում կարողանային դա ստուգել եւ համապատասխանում է օրենքին թե ոչ, սակայն այդ գործընթացը մենք անում ենք եւ ներկայիս մենք դիմապակիների չենք թույլատրում եւ նույնպես տեղերում եւ ոստիկանությունը բազմիցս հայտարարել է եւ մեր լրահոսում էլ կա, երբ որ տեսուչները հայտնաբերում են եւ տեղում վերացնում են այդ թերությունները, երբ որ մենք արդեն զինված կլինենք համապատասխան սարքավորումներով, այդ ժամանակ կարծում եմ նոր կիրառել։ Այսինքն հիմա դիմապակու վրա առհասարակ որևէ տիպի մկեցվածություն չի թույլատրվում։ Ճիշտ եմ հասկանում, պարոն։ Այդ թաղանտապատելը չի թույլատրվում։ Թաղանտապատելը չի թույլատրվում, կան գործարանային արտադրության, որը նույնպես տոկոս սահմանված տոկոս, որը միայն դա է թույլատրվում։ Հարցեր 38-րդ հարցի հետ կապված, խնդրեմ պարոն Թորոսյան։ Շնորհակալություն, ես հարց չունեմ, պարզապես ուզում եմ հնչեցնել եւս մի կարգավորման կարեւորության մասին, որը որ այս որոշումով փոփոխում ենք, դա երեխաների տեղափոխման կարգի փոփոխությունն է ավտոմոբիլային մեքենաներով, շատ եմ կարևորում, քանի որ մանկական տրավմատիզմը համարվում է աշխարհում հանրային առողջապահական կարևոր խնդիր եւ այս որոշումը փորձելու է լուծել նաեւ այդ դեպքերի քչացման հարցը, այսինքն որպեսզի մենք երեխաներին ավելի անվտանգ տեղափոխենք մարդատար եւ ոչ միայն մարդատար մեքենաներով եւ չունենանք դժբախտ դեպքեր, ինչքան հնարավոր է շատ։ Եվ մասնավորապես երկու խումբ երեխաների առանձնացված է մինչև 7 տարեկան եւ 7-ից 12, պահանջը մինչև 7 տարեկանի դեպքում նստատեղնակ, քարսիթն է, հատուկ 7-ից 12 պարտադիր ամրագոտին։ Ճիշտ է։ Եթե քարսիթ չկա, գոնե ամրագոտի, այո։ Շատ լավ։ Խնդրեմ Տիկին Բաթոյան։ Շնորհակալություն, ես ուզում եմ պարզապես բարձրաձայնել մի խնդրի մասին եւ ուշադրությունը հրավիրել կապված անցումների արչև թեքահարթակների անցումը փակելու հետ, դա եւ երեխաների հետ անցնող ծնողների եւ հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժը սահմանափակող, այսպես ասեմ, վարքագիծ կա եւ այս մասին բազմիցս բարձրաձայնել ենք, ուզում եմ իմանալ որքանով խիստ են լինելու այդ նշված կանոնների պահպանումը եւ որքան այսպես տուգանքների ինչպիսի մեխանիզմներ կան եւ եթե նման կարգերը չեն պահպանվելու, արդյոք դա առաջնահերթություն է դիտարկվելու ոստիկանության կողմից։ Շնորհակալություն։
Շնորհակալություն, այդ կանոնների հիմա էլ են պահպանվում եւ չի թույլատրում ոչ սահմանված վայր կայանելը եւ ներկա առաջարկվող փոփոխությունները նույնպես չի վտանգելու այդ թեք հարթակների մոտ կայանելը մտահոգիչ է ձեր հարցը, բայց սա չի վնասելու եւ չի խոչընդոտելու ոստիկանությունը միշտ ուշադրության կենտրոնում է պայմայել ձեր բարձրացած հարցը, ես ել ավելի հետեւողական կլինեմ, կտամ համապատասխան հանձնարարականներ, որ նմանատիպ դեպքեր չլինեն։ Շատ լավ, պարոն Օսիպյան, իրապես Տիկին Բաթոյանի բարձրաձայնած հարցը կարևոր է եւ այստեղ արդեն զուտ վարչարարական մեր գործառույթներն են, որ մենք պետք է խստորեն պահպանենք։ Ընդհանուր առմամբ կարծում եմ, եթե այլ հարցեր չկան, կարելի է հարցը դնել քվեարկության։ Ովքեր են դեմ որոշման նախագծի ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։